Ընտրությունների կազմակերպման գործընթացում թիմ մարմինները ունեն առանցքային դերակատարում, իսկ նրանց կողմից գեներացվող տվյալներն ու իրականացվող գործողությունները կարող են ազդեցություն ունենալ ընտրողների իրավունքների իրացման վրա։ Գյումրիում տեղի ունեցավ դասընթաց մարզի տեղական ինքնակառավարման մարմինների համար։ Նախաձեռնությունը կենտրոնական ընտրական հանձնաժողովինն է 2026 թվականի համապետական ընտրություններին ընդառաջ։ Ընտրությունների կազմակերպման գործընթացում շատ առանցքային դերակատարություն են տեղական ինքնակառավարման մարմինները։ Նրանք ունեն կոնկրետ պարտականություններ։ Այդ պարտականությունները իրականացնելուց թերանալը հետո ստեղծում է խնդիրներ։ Նույն այդ ասենք տեղամասերի հետ կապված, տեղամասերի կարգավիճակի օրինակ ներառական, այսինքն հասկանալու համար, որովհետև այդ տվյալները հետագայում նաև ընտրողների կողմից են օգտագործվում։ Դասընթացների ընթացքում մասնակիցներին ներկայացվում են տարածքային կառավարման եւ թիմ մարմինների գործառույթները, ընտրական գործընթացներում կիրառվող մեխանիզմները, ինչպես նաև վարչական ռեսուրսի օգտագործման բացառման իրավական եւ գործնական կարեւորությունը։ Ծրագրին մասնակցում են համայնքների եւ մարզպետարանների աշխատակազմերի ներկայացուցիչներ։ Մեր համար, գիտեք, 18 թվականից հետո կարմիր գիծը ընտրությունների որևէ ձևով ստվերել է եւ փառք Աստծո որևէ խնդիր չենք էլ ունեցել մինչեւ այսօր եւ չենք էլ ունենալու եւ ես որպես մարզպետ պատասխանատու եմ մաքուր ու արտար ժողովրդավար ընտրություններ կազմակերպելու համար։ Դասընթացների նպատակն է նաեւ կանխել այն իրավիճակները, երբ համայնքային կամ պետական ծառայողները անտեղյակության պատճառով կարող են թույլ տալ վարչական ռեսուրսի օգտագործում համարվող գործողություններ, օրինակ ծառայողական մեքենայի կամ աշխատանքային ռեսուրսի կիրառումը քաղաքական նպատակներով։ Որպեսզի հետագայում մենք ասենք չունենանք դեպք, երբ որ կլինեն համայնքային կամ պետական ծառայողներ, որոնք ասեն, որ օրինակ իրենք չգիտեն, որ այսինչ գործողությունը դա վարչական ռեսուրսի օգտագործում է, մենք հատուկ ձեռնարկ ենք, այսպես ասած, IFS-ի հետ մշակել, տպագրել, բաժանում ենք ձեռնարկը։ Եվս մեկ անգամ այս դասընթացին զգուշացնում են։ Ես ինչպես այս վերջի շրջանում նախընտրում ասում եմ, եկեք մեկ անգամ զգուշացնենք, հետո դրանից հետո որ արդեն երբ որ վրա կհասնի, ասենք, եթե անգամ զգուշացնելուց հետո կլինեն մարդիկ, որոնք որ խախտեն օրենքը, երբ որ արդեն վրա հասնի պատասխանատվություն պատճառացան, մի բերան զգուշացնեիք, որ այս չի կարելի։ Դասընթացի մասնակիցները նույնպես կարևորել են նախաձեռնությունը, նշելով, որ այն հնարավորություն է տալիս ծանոթանալ օրենսդրական փոփոխություններին, հստակեցնել թիմ մարմինների պարտականությունները եւ ապահովել ընտրական գործընթացի պատշաճ կազմակերպումը տեղերում։ Այս դասընթացները մեզ համար կարևոր է, որովհետեւ մենք այստեղ իմանում ենք գալիք ազգային ժողովի ընտրությունների հետ կապված մեր անելիքները, մեր պարտականությունները, մենք ինչ պետք է անենք, որպեսզի ընտրությունները կազմակերպված, պատշաճ եւ օրենքի սահմաններում ընթանան։ Ընտրական գործընթացում բազմաթիվ աշխատանքներ կան, որոնք պետք է իրականացնեն տեղական ինքնակառավարման մարմինները, ընտրությունները ճիշտ իրականացնելու ժամանակին տեղին քվեարկությունը կազմակերպելու համար։ Ծրագիրն իրականացվում է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության եւ IFES Armenia-ի հետ համագործակցությամբ։ Դասընթացներն անցկացվում են հանրապետության բոլոր մարզերում։ Աստղիկ Խաչատրյան, Մարտին Գևորգյան, այսօր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի կայուն էներգիայի օրերի շրջանակում հանդիպել է երիտասարդությունը հանուն Հայաստանի գիտահեն ապագայի խորագրով միջոցառման մասնակիցներին։ Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը եւ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել հրավերի համար, նշել, որ վերջերս Հայաստանի կառավարությունն ընդունել է Հայաստանի տնտեսական եւ ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը եւ այնտեղ կրթությունը հռչակվել է որպես ռազմավարությունների ռազմավարություն։ Ըստ Նիկոլ Փաշինյանի, ցանկացած խնդրի լուծում կապված է կրթության հետ, այդ թվում քննարկվող թեմայի համատեքստում, քանի որ էներգետիկ վերափոխումը ընդհանուր առմամբ աշխարհում առաջնային օրակարգ է։ Վարչապետը խոսել է պատմությունից դասեր քաղելու կարևորության մասին։ Հանդիպման ընթացքում զրույց է ծավալվել Հայաստանում էներգիայի արդյունավետ կառավարման, շինարարության, օդի աղտոտվածության, կրթության զարգացման եւ այլ թեմաների շուրջ։ Քննարկվել են միջոցառման մասնակիցների գաղափարները, քաղաքային լուծումների վերածելու հնարավորությունները։ Երկրի ղեկավարը նաև պատասխանել է նրանց հետաքրքրող հարցերին։ Հիմա էներգետիկ վերափոխումը ընդհանուր առմամբ աշխարհում առաջնային օրակարգ է
եւ էներգետիկա հասկացությունը ինքը նույնպես բոլորի աչքի առաջ փոխվում է։ Ընդ որում տեղի է ունենում շատ հետաքրքիր մի բան։ Մի կողմից խնդիր է բնականաբար հատկապես արհեստական ինտելեկտի ներմուծման պայմաններում գիտեք, որ էլեկտրական էներգիայի սպառումը երկրաչափական պրոգրեսիայով աճում է, որովհետև արհեստական բանականության գործարանները կամ արտադրամասերը, կենտրոնները նրանք անսովոր չափերի էլեկտրաէներգիա են սպառում, բայց մյուս կողմից կա իհարկե նաև բնապահպանական խնդիր, բայց կա նաև արդյունավետության խնդիր, որ խնդիրը հետևյալն է եւ այսօր իմիջայլոց այս խնդրը Հայաստանում շատ սուր ձևով կանգնած է։ Մենք այսօր ցավոք սրտի Հայաստանի Հանրապետությունում ունենք տներ, բազմաթիվ տներ, որոնք այս ձմեռվա ցուրտ առավել եւս մի 10 օրվա առաջվա ցուրտ եղանակի պայմաններում չեն տաքանում պատշաճ ձևի, պատշաճ կերպով, բայց խնդիրը այստեղ ոչ թե այնա, որ այդ տունը տաքացնելու համար անհրաժեշտ չափով էներգիա չի մտնում, այլ խնդիրն է նա, որ այդ միջավայրը, այդ էներգիան բավարար արդյունավետ ձևով չի օգտագործում եւ այստեղ իհարկե կան բազմաթիվ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ, բայց հիմա աշխարհում այս տրենդը կա, որ շենքերի նախագծման փուլից էներգոարդյունավետությունը ամենաառաջնայինն է, որովհետև օրինակ ես ձեզ բերեմ պարզ օրինակ, եթե երկիրը հատկապես արհեստական բանականության ներդրման պայմաններում ունի լրացուցիչ 100 միավոր էլեկտրաէներգիայի կամ ջերմային էներգիայի կարիք, հիմա երկրները աշխատում են երկու ուղղությամբ։ Առաջինը, որ օրինակ 50 միավորի նոր արտադրական կարողություններ ստեղծեն, մանավանդ որ նոր տեխնոլոգիական հնարավորություններ կան, իսկ այն 50 միավորը ձեռք բերեն իրենց ունեցածը առավել արդյունավետ օգտագործելու միջոցով։ Սա ու այս ամբողջը իրականում կապ ունի իմանալու հետ, գիտելիքի հետ։ Ընդհանրապես արդեն շուտով 8 տարի Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնելով ես եկել եմ այն համոզման, որ մեր խնդիրները, բոլոր խնդիրները, որ մենք ունեցել ենք եւ ունենք, դա կապված է չիմանալու հետ։ Ինչ որ մի բան չիմանալու հետ։ Ես օրինակ ձեզ այսպիսի մի թեմա առաջարկեմ, այդ միտքը ինձ շատ գրավում է եւ շատ տանջում է, որ հիմա արդեն ավելի քիչ կարող եմ այդպես ասել, բայց ընդհանուր առմամբ ինձ շատ հուզում էր այն, որ աշխարհը մեզ համար որպես հանրություն եւ որպես պետություն շարունակում է մնալ անծանոթ վայր։ Այսինքն պատկերացնեք, մենք ապրում ենք աշխարհում, բայց այդքան լավ չենք հասկանում, այս որտեղ ենք ընկել։ Այս ինչ է կատարվում մեր շուրջը։ Սա ինչ է։ Եվ այդ առումով էլ կրթությունը որպես ռազմավարություն շատ կարևոր է, որովհետև ինչպես մենք պետք է ճանաչենք աշխարհը։ Մենք պետք է աշխարհը ճանաչենք կրթության միջոցով։ Կոնկրետ դեպքում միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ոլորտում մեր կրթության միջոցով, փիլիսոփայության ոլորտում մեր կրթության միջոցով, պատմության ոլորտում մեր կրթության միջոցով, որովհետեւ շատ ընդունված է, չէ՞, ով է լսել նրա մասին, որ պատմության դասերը պետքա սովորել, պետքա դասեր քաղել պատմությունից, ով է լսել տենց արտահայտություն։ Բոլորն են լսել։ Իսկ ով է համաձայն դրա հետ։ Կամ ով համաձայն չի, լավ, ով չի լսել այն մասին, որ պատմությունից պետքա դասեր քաղել։ Բոլոր լսել են։ Իսկ ով համաձայն չի դրա հետ, որ պատմությունից պետքա դասեր քաղեն։ Կա մարդ, որ համաձայն չի դրանից, որ պատմությունից դասեր քաղել։ Հիմա տեսեք ինչ իրավիճակ։ Մենք երկու կոնսենսուս արձանագրեցինք։ Առաջինը, որ պատմությունից պետքա դասեր քաղել, չէ, մի կոնսենսուս էր, երկու հարցով մի հարց, մի կոնսենսուս եկան, որ պատմությունից դասեր քաղել։ Հիմա օրինակ իմ սեղանին դրված է եւ շատերից սեղանին դրված է կամ էական չի։ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի հրատարակած հայոց պատմության հատորյակը, չգիտեմ քանի հատոր է, հագին տենց հատորներ են։ Հիմա
Պատմության դասը, ձեզնից ով գիտի, այդ որ գրքի, որ հատորի, որ էջումա գրած պատմության դասը, որ գնանք բացենք եւ կարդանք, սովորենք եւ դրանով մեր խնդիրները լուծենք։ Ով գիտի ներկաներից, որ էջումա գրած, ոչ մեկ չգիտի։ Բայց մենք բոլորս գիտենք, որ այդ պատմության մեջ դաս կա։ Որ ուսումնառության վերջին տարիներին Քնարիկն ու Նարեկը բժշկությամբ կհետաքրքրվեին, կպատրաստվեին ընդունելության, ոչ իրենք էին ենթադրում, ոչ տանեցիները եւ ոչ էլ ուսուցիչները։ Հիմա կենսաբանությունն ընտրել են որպես նպատակային ուսուցման առարկա։ Նախկինում ճիշտ ասած մենք այդքան էլ լավ չենք սովորել, ես որ ինքս լավ չեմ սովորել կենսաբանություն, բայց հիմա շատ ոնց ասեմ, լավ յուրացնում եմ, դուր է գալիս արդեն առարկան։ Առարկան սկսեցին սիրել, երբ հնարավորություն եղավ դասագրքերում կարդացածը գործնականում կիրառել։ Փարաքարի նորակառույց դպրոցում 1 տարի է, որ կան ձևավորված ժամանակակից լաբորատորիաներ։ Ավելի հագեցած է լինում, երեխաներին ավելի հասկանալի է լինում ամեն ինչ որ մենք բացատրում ենք, ինչ տեսական ասենք, ինչ իրենք փորձնական տեսնեն։ Դպրոցում միայն ֆիզիկա առարկայի համար 150-ից ավելի սարք-սարքավորումներ են ստացել 2 միլիոն դրամը գերազանցող բյուջեով։ Դրանց մի մասը ոնց ստացել, այնպես էլ մնացել են դարակներում, օգտագործելու ձևը դեռ չգիտեն։ Ունենք գրավիտացիոն լաբորատորիա, որը ինքը բավականին մեծ սարքավորում է եւ պետք է գնանք վերապատրաստում, որպեսզի դրա կիրառելու ձևը մենք իմանանք։ Գիտեն նախարարությունը սկսել է բնագիտական առարկաներ դասավանդողների ու լաբորանտների վերապատրաստման ծրագիրը։ Փարաքարի միջնակարգ դպրոցում սպասում են իրենց հերթին։ Ես ավարտել եմ 2000 թվականին, իսկ 25-20 արդեն 6 տարին շատ բավական մեծ ժամանակամիջոց է, ինչ որ նոր սարքավորումներ, նոր կան բաներ, որ նույնիսկ տեղյակ չենք ինչից է, ոնց է։ Դպրոցը հիմա 740 աշակերտ ունի, բնագիտական առարկաներով հետաքրքրվողները, խորությամբ ուսումնասիրողները սակայն դեռ քիչ են։ Այ որ 8 տարի հետո մենք ընտիր արձակում ենք, երբ որ այս երկրորդները, այս չորրորդները ավարտեն 12-ը, արդեն ՀՊՉ-ի ամբողջ այդ վերջին արդյունքը մենք կզգանք։ Դպրոցի տնօրենն այս չորրորդցիներին նկատի ունի, որոնք դասերը նախկինի պես ոչ թե միայն գրքերով են անում, այլև տեսականն ամրապնդում են գործնական պարապմունքներով։ Դե կարողանում եմ աղյուսակ կազմել։ Սա ինչ էր, ինչ ծրագիր էր։ Excel։ Համակարգչի առաջ առաջին անգամ համալսարանում դիագրամներ գծածից 9-10 տարեկանները տպավորել կարողացան։ Ավելի լուրջ ձեռքբերումներով դպրոցում խոստանում են զարմացնել 1 տարուց, երբ ուսուցիչները նախատեսված վերապատրաստման ծրագրերը կանցնեն ու կկարողանան սովորեցնել օրինակ նաև 3D տպիչներից օգտվելու ձևերը։ ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգը X-ի էջում ամփոփել է փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Հարավային Կովկաս։ Նա համոզմունք է հայտնել, որ ԱՄՆ ներկայիս վարչակազմի Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման ծրագիրն ընդմիշտ կփոխի տարածաշրջանը։ Վենսի պատմական այցը հզոր հիմք դրեց տարածաշրջանային կայունության եւ համատեղ տնտեսական աճի համար, շեշտել է Հելբերգը։ Դոնալդ Թրամփը հերթական անգամ հայտարարել է Իրանի հետ միջուկային գործարքի հասնելու կարևորության մասին։ Հակառակ դեպքում շատ ցավոտ տրավմատիկ բաներ կլինեն, իսկ ես նման բան չեմ ցանկանում։ Նրանք դեռ վաղուց պետք է գործարք կնքած լինեին, դա չեղավ, եւ մենք հարվածեցինք, շարունակել է ԱՄՆ նախագահը։ Թրամփը հույս է հայտնել, որ հնարավոր կլինի հասնել արդար եւ արդյունավետ համաձայնությունների։ Սպիտակ տանը լրագրողների հարցին արդյոք գործարքի ժամանակացույց կա, Թրամփը պատասխանել է, որ հաջորդ ամիս հնարավոր է ինչ-որ բան լինի։ Նրանք պետք է շատ արագ համաձայնության կան, շեշտել է նախագահը։ Վոլոդիմիր Զելենսկին Ատլանտիկի հետ հարցազրույցում հայտարարել է, որ դեմ չէ Ուկրաինայի նախագահի հնարավոր ընտրությանը զուգահեռ տարածքների հարցով հանրաքվե անցկացնելուն, սակայն նրա խոսքով քվեարկության դրված խաղաղության գործարքը պետք է համապատասխանի Ուկրաինայի շահերին։ Նա շեշտել է, ավելի լավ է խաղաղության պայմանագիր չկնքել, քան վատ գործարք կնքել։ Մենք ցանկանում ենք ավարտել պատերազմը, ասել է Ուկրաինայի նախագահը, միևնույն ժամանակ ընդգծելով, որ հարկավոր չէ շտապել։ Նրա խոսքով Կիևը պատրաստ է կրակի դադարեցման միայն Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների անվտանգության երաշխիքների համաձայնեցումից հետո։ Զելենսկին գնահատելով մարտի դաշտում իրավիճակը վստահեցրել է, որ Ուկրաինան չի պարտվում։ Նախագահն անդրադարձել է ռուս-ուկրաինական բանակցություններին, տեղեկացրել, որ Մոսկվան դեռևս չի հաստատել հաջորդ հնարավոր հանդիպմանն իր թիմի մասնակցությունը։
Դոնալդ Թրամփը մեկնաբանել է ԱՄՆ-Վենեսուելա հարաբերությունները, նրա խոսքով անցյալում դրանք արտասովոր են եղել, սակայն հիմա Սպիտակ տունն արդյունավետ գործակցություն է վարում Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությունից հետո Վենեսուելայի նախագահի պաշտոնը ժամանակավորապես զբաղեցրած Դելսի Ռոդրիգեսի եւ նրա թիմի հետ։ Նավթը սկսում է հոսել եւ դրանից ստացված մեծ գումարները շուտով կնպաստեն Վենեսուելայի ժողովրդի բարգավաճմանը, Truth Social-ի էջում գրել է Սպիտակ տան ղեկավարը։ ԱՄՆ էներգետիկայի նախարարն էլ հայտարարել է, որ Վենեսուելայում փոփոխությունների համար անհրաժեշտ կլինի ընտրություններ անցկացնել։ Քրիս Ռայթը շեշտել է, Վաշինգտոնը չի պատրաստվում խառնվել այդ գործընթացին, որոշում կայացնողը պետք է լինեն վենեսուելացիները։ Նա հավելել է, որ էներգետիկ ոլորտում գործակցության շրջանակում Վենեսուելայի կառավարությունը կմարի ԱՄՆ նավթային կորպորացիաների պարտքերը, նրանց ենթակառուցվածքներ եւ արտադրության լիցենզիաներ տրամադրելով։ Վաշինգտոնը Սլովակիայի եւ Հունգարիայի հետ կքննարկի այդ երկրներ ռուսական էներգակիրների մատակարարումը դադարեցնելու հարցը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը։ Հայտնի է, որ Մարկո Ռուբիոն փետրվարի երկրորդ կեսին պատրաստվում է այցելել Բուդապեշտ եւ Բրատիսլավա։ Լրագրողների հետ զրույցում Ռուբիոն չի մանրամասնել կոնկրետ ինչ հարցերի են անդրադառնալու։ Նա միայն բարձր է գնահատել փաստը, որ Սլովակիան եւ Հունգարիան վճռականորեն կանգնած են Միացյալ Նահանգների կողքին եւ ակտիվորեն գործակցում են Վաշինգտոնի հետ։ Հունգարիան եւ Սլովակիան շարունակում են զգալի ծավալներով ռուսական էներգակիրներ գնել չնայած Եվրամիության պատժամիջոցներին։ Վերջերս Եմեն հաստատել է Ռուսաստանից ինչպես խողովակաշարային, այնպես էլ հեղուկացված բնական գազի ներմուծման արգելքը, սակայն Բուդապեշտը եւ Բրատիսլավան դեմ են այս որոշմանը։ Հայաստանի պետական օրհներքի կատարման կարգը կփոխվի։ Կառավարության հերթական նիստում կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրեց, թե ինչ ձևաչափով պիտի հնչի հիմնը այս կամ այն միջոցառմանը։ Օրհներքի կատարման կարգը պարտադիր է դարձնում պետական միջոցառումների ժամանակ օրհներքի կենթանի կատարումը եւ սա նշանակում է, որ ցանկացած միջոցառումներ, որոնք պլանավորվում են պետական կառույցների կողմից, առավել եւս երբ որ խոսում ենք արարողակարգային միջոցառումների ժամանակ, ապա պետք է նախապես պլանավորել եւ ապահովել օրհներքի կենթանի կատարման հնարավորությունը, որը կարող է լինել նվագախմբային եւ երգչախմբային կամ երգչախմբային տարբերակներով։ Մանկապարտեզներում, դպրոցներում եւ քոլեջներում ուսումնական շաբաթվա սկզբին օրհներքը պետք է հնչի։ Օրհներքի կատարման կարգով հստակեցվում է, որ օրհներքը պետք է կատարվի հաստատության սաների կենթանի ձայնակցությամբ։ Ինչ վերաբերում է այլ կառույցներին, պետք է միացվի այն ձայնագրությունը, որը պետականորեն սահմանված եւ տեղադրված է պաշտոնական կայքում, նշեց Փաշինյանը եւ առաջարկեց վերանայել հեռուստատեսությամբ ցուցադրվող հոլովակը։ Խնդրենք հանրային հեռուստատեսությանը այդ հնամաշ հոլովակը ի վերջո պետքա փոխել։ Ինչքան կարելի է հասկանալ 20 լավ չեմ հիշում, բայց ես ինչքան հիշում եմ, այդ մի հոլովակն է, այսինքն մեր բանը, մեր պետությունը կամ մեր մյուս կառույցները, հեռուստատեսությունները գումար չունեն, 2 տարին մեկ թարմացնեն պետական օրհներքի հոլովակը։ Սցենարային առաջարկը կա եւ այդ հոլովակը նաեւ հասանելի կլինի, պատրաստ կլինի եւ կսկսի կիրառվել։ Նախորդ տարի պարզեցվել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգը։ Նոր նախագծով սոցիալական ծախսը ֆիզիկական անձին փոխհատուցվում է, եթե վերջինս օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային մարմին է ներկայացրել էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված եկամտային հարկի տարեկան հաշվարկը։ Վերանշյալ փոփոխությունը կատարելը սոցիալական ծախսից օգտվելու համար հայտարարատու ֆիզիկական անձը պետք է ներկայացված լիներ եկամտային հարկի տարեկան հաշվարկը, իսկ հայտարարագիրը կարող է ներկայացվել միայն էլեկտրոնային ստորագրությամբ հաստատվելուց հետո։ Այսինքն, նախկինում գործող մոտեցումը պահպանվել է, ինչը նշանակում է, որ սոցիալական ծախսից օգտվելու կարգի առումով խստացում չի կատարվում։ Վարչապետը խոսեց թվային տվյալներով ու հավելեց, սա կարևոր է սոցիալական քաղաքականությունը քայլ-քայլ կարգավորելու եւ առավել հասցեական դարձնելու համար։ 76537 քաղաքացի 2025 թվականի ընթացքում կամ հայտարարագրման արդյունքում 24-ի 25-ին հայտարարվել է 24-ը արդյունքում ստացել է 6 միլիարդ 200 միլիոն դրամի սոցիալական կրեդիտ, այսինքն վերադարձվել է, էլի 76537 քաղաքացի 6 միլիարդ 200 միլիոն սոցիալական կրեդիտ եւ միջին գումարը կազմել է 1 հայտարարատուի համար 81000 դրամ։
Մեկ այլ որոշմամբ զբոսաշրջային գործունեություն իրականացնող բոլոր սուբյեկտները պետք է գրանցվեն էլեկտրոնային գրանցամատյանում։ Ըստ Գևորգ Պապոյանի նախագիծը բխում է Հայաստան եկած զբոսաշրջիկների շահերից, ոլորտում գործունեություն ծավալողների իրավունքների պաշտպանությունից եւ նրանց համար միասնական խաղի կանոններ սահմանելու տրամաբանությունից։ Միայն իրավունք կունենան նրանք գործունեություն ծավալել զբոսաշրջային գործունեություն, որոնք դրա մասին կհայտնեն եւ դա լինելու է բացարձակապես թվային եղանակով, այսինքն տեղի չի ունենալու պետական մարմինների աշխատակիցների եւ ուրեմն զբոսաշրջային սուբյեկտների շփում մինչեւ այն պահը, երբ որ մենք պետք է գնանք որոշ մարմիններ, որոշ դեպքերում հավաստեն, թե արդյոք փաստաթղթերը ներկայացված ճիշտ են, թե ոչ։ Այս համատեքստում գործադիրի ղեկավարը ներկայացրեց այն հանգամանքները, որոնք նպաստում են դեպի Հայաստան զբոսաշրջության հոսքերի աճին։ Առաջինը խաղաղությունն է հաստատված, որը բնականաբար նպաստում է, եւ այս առումով կարծում եմ, որ մենք հույս ունենք, որ այն օտարերկրյա դեսպանատները, որոնք նախորդ տարիներին անդադ ծանոթություններ են տարածել իրենց քաղաքացիներին, որ խուսափել սահմանամերձ հատվածներ գնալ, Սյունիքի մարզ գնալ եւ այլն, ծանոթությունները կդադարեցնեն։ Տնտեսական զարգացման ու Հայաստանի անվտանգ երկիր լինելու հանգամանքից բացի նաև 2025-ին հանցավորության որոշակի նվազում է եղել, ինչը եւս նպաստել է զբոսաշրջիկների թվի աճին։ Աննա Մելքումյան, Սյունիք, լուրեր։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողներն ու ազգային անվտանգության աշխատակիցները հերթական օպերատիվ տեղեկությունն իրացրին փետրվարի 6-ին ժամը 16:30-ի սահմաններում թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու եւ իրացնելու կասկածանքով Արինբերդի 5-րդ նրբանցքում քրեական ոստիկանները ձերբակալեցին Աբովյան քաղաքի բնակիչ 2 եւ Հրազդան քաղաքի բնակիչ 1 տղամարդու։ Վերջինիս վարած VAZ-2105 մակնիշի մեքենայով հանդերձ նրանք տեղափոխվեցին վարչություն։ 31-ամյա Աբովյան խուզարկությամբ հայտնաբերվեց տոպրակ մեթամֆետամինի նմանվող զանգվածով, որի քաշը կազմեց 1 կիլոգրամ 96 գրամ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են։ Սիգի ձևադրման սեզոնի հետ կապված Սևանալճում ամեն տարի արգելվում է սիգի որսը։ Նպատակը պարզ է՝ արդյունագործական մեծ պահանջարկ ունեցող ձկնատեսակի վերարտադրության ապահովումը։ Ձկան մայրական կազմը շատ ավելի խոցելի է, քանի որ վտարներով մոտենում են ափին ձվադրելու համար։ Եվ այս արգելքի նպատակն էլ այդ մայրական վտարների պահպանությունն է, որպիսի կարողանան ձկնկիթը բաց թողնել լճում, դրանով ապահովելով ձկան վերարտադրությունը։ Գործընթացը համակարգում է շրջակա միջավայրի նախարարությունը, իսկ կոնկրետ միջոցառումներին մասնակցում են նաև այլ կառույցներ։ Էկոպարեկային ծառայությունը հսկողությունը խստացնում է եւ ուժեղացնում է լճի վրա, բնապահպանության տեսչական մարմնի գործընկերները ամբողջ Հայաստանի Հանրապետությունում եւ Էլի Գեղարքունիքի մարզում շրջիկ այցերով իրականացնում են վերահսկողական գործընթացները։ Այստեղ մեծ աջակցություն է ցուցաբերում ներքին գործերի նախարարությունը եւ ջրային պարեկների եւ մյուս պարեկների ոստիկանական պարեկների միջոցով։ Մարզպետարանը շատ մեծ դերակատարում ունի իր համայնքների հետ աշխատանքում, Սևան ազգային պարկը, էկոպարեկային ծառայությունը։ Սիգի որսի արգելքը անցած տարվա նոյեմբերի 20-ից մինչև այս տարվա փետրվարի 1-ն էր։ Նախորդ տարվա համեմատ խախտումների թիվը նվազել է, ինչը ոչ միայն հսկող մարմինների աշխատանքի, այլև քաղաքացիների իրավագիտակցության բարձրացման արդյունք է։ Ու թեև այս անգամ եւս առաջնային տեղը տրվել է բացատրական աշխատանքին, ցավոք խախտողներ կան։ Իսկ նման դեպքերում արդեն պետք է կիրառել վարչական ներգործության միջոցներ։ Հիշեցնենք, որ առանձին դեպքերում նման խախտումները ենթադրում են նաեւ քրեական պատասխանատվություն։ Արգելքի ընթացքում շուրջօրյա ծառայության արդյունքում էկոպարեկները հայտնաբերել են ապօրինի ձկնորսության 31 դեպք, կազմվել են արձանագրություններ։ Հայտնաբերված 27 լողամիջոց, 8 քարշակ եւ 189 ձկնորսական ցանց արգրավել եւ տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։ Արգելքի ժամանակահատվածում իրականացվող միջոցառումների հաջողությունը հիմնականում պայմանավորված է եղել նրանով, որ էկոպարեկային ծառայությունը ակտիվորեն համագործակցել է ներքին գործերի նախարարության, ոստիկանության տարբեր ստորաբաժանումների հետ, ինչպես ցամաքում, այնպես էլ ջրի վրա իրականացվող միջոցառումների ժամանակահատվածում ոստիկանությունը ակտիվ աջակցություն է ցուցաբերել հասարակական կարգի պահպանության դեպքերով, նաև իրենք են նախաձեռնել իրավախախտման դեպքերի հայտնաբերումը
Համալիր միջոցառումներ իրականացվել միջպետական ճանապարհներին, մայրուղիներին, որտեղ ստուգման են ենթարկվել տրանսպորտային միջոցները, ինչը տվել է նույնպես իր դրական արդյունքը, հայտնաբերվել են նույնիսկ քողարկված տեսքով տեղափոխվող որսի արդյունք հանդիսացող ձկնատեսակներ։ Հիշյալ քողարկված տեղափոխման դեպքերից հիշենք երկուսը։ Հունվարի 22-ին Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհին կանգնեցել են մի ավտոմեքենա, որի շարժիչի ծածկոցի տակ հայտնաբերվել է 74 հատ սիգ։ Մի դեպք էլ ջրային պարեկները բացահայտել են հունվարի 28-ի գիշերը։ Ծովագյուղ Շորժա-Վարդենիս ճանապարհին նրանք կանգնեցել են մի քարշակ, որը տեղափոխում էր Opel Magnishi մեքենա։ Ստուգմամբ Opel-ի սրահում հայտնաբերվել է 230 կիլոգրամ սիգ։ Ընդհանրապես խախտումների հայտնաբերման հարցում կարևոր դեր ունի ոստիկանությունը, հատկապես ակտիվ էր ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզային գումարտակի աշխատանքը։ Սևանա լճում սիգ ձկնատեսակի որսի արգելքի ժամանակահատվածում Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզային գումարտակի պարեկների կողմից հայտնաբերվել է որսագողության 58 դեպք, որից 40-ի վերաբերյալ հարուցվել է վարչական վարույթ, իսկ 18-ի վերաբերյալ քրեական վարույթ։ Ընդհանուր հաշվով հայտնաբերվել է մոտ 12000 հատ ձուկ, ընդհանուր 4.5 տոննա քաշով։ Ծառայության ընթացքում հայտնաբերվել եւ արգելվել է նաեւ որսագործիքներ եւ լողամիջոցներ, մասնավորապես նավակներ, նավակների շարժիչներ, ձկնորսական ցանցեր եւ այլն։ Սիգի ապօրինի որսը կանխելու միջոցներից մեկն էլ ձկան վաճառքի կանխումն ու բացահայտումն է։ Այս ուղղությամբ ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկել հանրապետության ողջ տարածքում։ Բնապահպանության եւ ընդդրքի տեսչական մարմնի տարածքային բաժինների հետ համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում Պարեկային ծառայության աշխատակիցները Շիրակի մարզում հայտնաբերել են 273 կիլոգրամ, Վայոց ձորում 32, Տավուշում 147, իսկ Կոտայքում 182 կիլոգրամ սիգ։ Սիգի վաճառքի դեպքեր են կանխվել նաեւ մայրաքաղաքում։ Միջոցառումներին մասնակցել են նաեւ Համայնքային ոստիկանության ծառայողներ, հայտնաբերվել է 78 կիլոգրամ սիգ։ Իհարկե խախտումներ հայտնաբերելը, խախտողներին պատասխանատվության ենթարկելը, որսամիջոցներ առգրավելն ու այլ պատժիչ միջոցները կարևոր են։ Սրանք նույնպես ունեն կանխարգելիչ նշանակություն, որ արդյունք կտան արդեն սիգի որսի հաջորդ արգելքի ժամանակ, իսկ այսօր շատ ավելի կարևոր է լսել մասնագետների նախնական ամփոփումը համալիր միջոցառման բուն նպատակի առումով։ Այս ժամանակահատվածում իրականացվում է լճում նաև գիտական որս, որտեղ ներգրաված են Սևան ազգային պարկի ձկնաբանը, Գիտությունների ազգային ակադեմիայի ձկնաբանները, նախարարության աշխատակիցները եւ Սևանի իշխանի հիմնադրամի գործընկերները։ Համատեղ որսը նպատակ ունի ուսումնասիրելու ձվադրող վտառը եւ ձվադրման գործընթացը, դրա արդյունքները գրանցելու համար։ Այս պահի դրությամբ կարող ենք փաստել, որ ձվադրման գործընթացը ապահովված է եւ ունենք դրական արդյունքներ։ Իդեպ ապօրինի որսի դեմ պայքարը ներքին գործերի ու շրջակա միջավայրի նախարարությունների եւ պատկան այլ մարմինների համագործակցության միակ ուղղությունը չէ։ Բնապահպանական բոլոր խնդիրներն են ուշադրության կենտրոնում եւ տարբեր կառույցների տարեստարի ակտիվացող համագործակցությունն է, որ պետք է ապահովի երկրի համար կենսական այդ խնդիրը։